Մեղվաբուծությունը Հայաստանում 100-ամյակների պատմություն ունի։ Բնակլիմայական պայմաններն այստեղ բարենպաստ են ոլորտի զարգացման համար։ Հայաստանում մոտ 11,000 մեղվաբույծ կա։ Նրանց հիմնական մասը Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում են։ Մեղվաբուծական տնտեսությունների համապարփակ աջակցությունը կարող է բարձրացնել արտադրության որակը եւ քանակը։ Լոռու եւ հարակից մարզերի մեղվաբույծների համար Մարգահովիտ գյուղում գործում է Դարբնոց գիտակրթական կենտրոնը, որն ունի արտադրական տարածք, մայրաբուծության լաբորատորիա։ Կենտրոնը հիմնադրվել է կայուն ու ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում ծրագրով, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը։ 2023-24 թվականներից արդեն մենք սկսեցինք համագործակցել Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կայուն եւ ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում Sigma ծրագրի հետ եւ համաֆինանսավորման միջոցով մեր կենտրոնը Մարգահովիտի գեղատեսիլ բնակավայրում կառուցեց մեղրի եւ մեղվամթերքների հզոր կոմպլեքս, որտեղ մենք գիտահեն նաեւ միջոցով փորձում ենք մեղվաբուծությունը զարգացնել։ Այնտեղ ունենք արտադրական տարածք, այնտեղ ունենք մայրաբուծության լաբորատորիա, այնտեղ ունենք տարատեսակ սենյակներ, որոնք տարբեր նախագծերի համար են իրականացվում։ Սիրել բնությունը, լինել համառ, չվախենալ սովորելուց հիմնական այս հատկանիշներն է առանձնացնում Տիգրան Սեթրակյանը մեղվաբուծությամբ զբաղվել ցանկացողների համար։ Սխալվելն այստեղ հեշտ է, մարտահրավերները շատ, ամեն բացվող օր իր հետ նոր փոփոխություններ է բերում, ուստի պետք է հետևել ու ճիշտ արձագանքել դրանց։ Տարիներ առաջ անգամ սովորելը հեշտ չէր, բայց այժմ այդ բացը լրացված է։ Գիտակրթական կենտրոնը ոչ ֆորմալ կրթություն է տալիս, զինում գիտելիքներով։ Մենք ոլորտ ուսումնասիրելով հասկացանք, որ առկա են կրթական բացեր եւ երբ որ ուզում ես ինչ-որ նախագիծ կազմակերպել, փորձում ես աշխատակիցներ ձեռք բերել, աշխատողներ գտնել, հասկանում ես, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում եւ ընդհանուր ռելսերի վրա դնելու համար ստեղծեցինք կրթական ոչ ֆորմալ համակարգ, ինչը արդեն մեծ հաջողությամբ 4 տարի է իրականացնում ենք։ Ավարտելուց հետո այդ մարդկանց մենք բաց չենք թողնում, ընդգրկում ենք մեր փակ միություն, փակ ակումբ, որտեղ եւ հենց տարբեր նախագծեր են իրականացնում։ Մեղվաբուծությունը առաջին հայացքից կարող է հեշտ թվալ, բայց կան հստակ կանոններ հաջողության հասնելու համար։ Ամեն ինչ սկսվում է տարածքից, մաքրություն, սանիտարական պայմաններ։ Այս հարցում մեղվաբույծներին աջակցում է կենտրոնում գործող անասնաբուժական ինսպեկցիոն ծառայությունը։ Արձանգելուց հետո մեր մասնագետը մոտենում է տվյալ մեղվանոցային տնտեսություն, այնտեղ նմուշարում է անում, հասկանում է, թե ինչից է, այսպես ասած, խնդիրը մեղուների հետ, շատ անհրաժեշտության դեպքում նաև լաբորատորիաների հետ ենք համագործակցում, նմուշները վերցնում ենք, տանում ենք, նմուշարում ենք տանում լաբորատորիա եւ 5 աշխատանքային օրվա ընթացքում եթե այլ բարդություններ չի լինում, ներկայացնում ենք արձանագրություն մեղվանոցի համար։ Մեղվաբուծության համար 2025 թվականի առաջին կեսը բարենպաստ էր, բայց արդեն աշնանը մեղուների անկում է սկսվել։ Պարզվում է պատճառը վարատոս հիվանդությունն է եղել։ Այն մեղվանոցները, որ այցելել ենք, դրանք ահազանգերով չեմ վախենա նշեմ, որ սանիտարահիգիենիկ նորմերին չէին համապատասխանում, այդից սկսեմ, նաև վարոա տզի, վարոա դեստրուկտոր տզի, դա եվրոպական մեղուն է, մեր մեղվի դիզն է, չեմ վերահսկում իր աճը, այսինքն կան մեթոդներ, որոնք որ հենց մեղվաբույծները կարող են վերահսկել, օգտագործում են դեղերը առանց որևիցե, այսպես ասած, չափաբաժինների, ուղղակի բուժում են անում։ Կենտրոնի համահիմնադիրն ասում է, որ իրենց մոտ մեղվաբուծությամբ զբաղվելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները կան՝ արտահագուստից մինչև մեղվածրարներ ու մեղվանոցային տնտեսության գրանցամատյան, հստակ սկզբունք ունեն, այն ամենը, ինչը հնարավոր է արտադրել Հայաստանում, այդպես էլ արվում է։ Մայիսի վերջին մեղվաբուծության համահայկական ֆորումը կփորձի համախմբել պետական ու մասնավոր հատվածի տնտեսվարողներին, որպեսզի լուծումներ գտնեն ոլորտի խնդիրներին։ Իսկ այս տարվա աշնանը մեղրատոն կկազմակերպվի մեղրի ու մեղրամթերքի ցուցահանդես վաճառքով։ Աշխարհում մեղրը կայուն պահանջարկ ունեցող բարձրարժե գյուղատնտեսական ապրանք է, շուկան տարեցտարի աճում է միլիարդավոր դոլարներով։ Մասնագետները վստահ են, որ Հայաստանը այդ շուկայում առաջատար դառնալու իրական հնարավորություն ունի։ Հասմիկ Դիլանյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։